Այսուհետ Երևանի Աչափնյակ վարչական շրջանի թիվ 156 հիմնական դպրոցը կկոչվի արձակագիր Զորայր Խալափյանի անունով։ Դպրոցի սաներն ու ուսուցչական անձնակազմը մեծ հանդիսավորությամբ ու խանդավառությամբ են պատրաստվել այս իրադարձությանը։ Հայ գրականության աշխարհ անաղմուկ համեստ մուտք գործած Զորայր Խալափյանը այժմ արդեն կրթօջախի անվանակոչմամբ կնպաստի երիտասարդ սերնդի ընթերցասիրությանը։ Բոլոր առիթներով պիտի անդրադառնանք գրողի ստեղծագործությանը, պիտի լուսաբանենք, իր թողած ժառանգությունը փոխանցենք գալիք սերունդներին, որովհետև ճիշտ է համեստ վաստակ ունի Զորայր Խալափյանը, բայց մեծ ասելիք ունի եւ անչափ կարեւոր։ Զորայր Խալափյանի եղբայրը ջերմ հուշերով է կիսվում, միաժամանակ խոստովանելով դժվար է խոսել։ Խալափյան եղավ, ասել է հայրսը, Զորայրի եղբայրս, ասել հա, ու պատմեց թե հորս մասին, հայրը ֆենոմենալ հիշողություն է, ռոնդունակություն էր լեզվի հետ։ Ասել որ մի խազգի ներկայացրեց մի քանի օր շփումը, խոսելով ու գրել ու կարդալով հիմա։ Չի վերջացել եմ հայրս ավարտում է Գազակի գյուղատնտեսական գերազանցություն։ Այնուհետև Բաքվի գյուղատնտեսականություն գերազանցության ավարտելուց հետո գնում է Մոսկվա, ընդունում Լեխանովի անվան տնտեսագիտության ակադեմիայում գերազանցության ավարտում գալիս է Բաքու աշխատել։ Դպրոցը Զորայր Խալափյանի անվամբ կոչելու նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանինն էր։ Առաջարկը միաձայն ընդունվել է իրանց կողմից որպես գաղափար ու անցել է որպես նախագիծ։ Կրթօջախի սաները գրողի Թթենի պատմվածքից բեմական դրվագներ ներկայացրին, ոգեկոչելով սիրված համանուն ֆիլմի գաղափարական բովանդակությունը։ Հանուն իմ հայրենի թիթեռների ու ծղրիդների համար, ամենից ու ամեն ինչից մոտը սրտից Արցախյան աստվածաբնակ իմ աշխարհն է։ Իմ հպարտությունը, իմ հոգսը, իմ ծակող ցավը, իմ տխրության եւ ուրախության արտասուքը։ Ինձնից հետո էլի արև է լինելու, ասում է Զորայր Խալափյանը ու պատգամ հղում նորովյա սերնդի ներկայացուցիչներին։ Հրաշալեր նրա քույրերը, հետո հայտարարությունը երեխա չէ, թեմի։ Ֆուտից կայի ներկայի գիտեք ինչ ուրախություն էր, որ մեծ գրող, հրաշալի գրող այդպիսի քույրերով, եղբայրներով, մեր տոհմական մտածողությունը կրող այդպիսի մարդ էր, որովհետև մենք հիմա ցավալիորեն մեկ-երկու երեխա ունենալով մենք զրկում ենք մեր զարգացման, տարածման, հայության հաստատման, այդ բոլոր ուրեմն խնդիրները, որ պատմականորեն դրված էր։ Անաղմուկ եւ ծանրակշիռ։ Այս բառերով են բնութագրում Զորայր Խալափյանի գրչակից ընկերներն ու ազգականները, նկարագրելով նրան որպես գրականության եւ ազգի նվիրյալ, ով անաղմուկ մուտք գործեց գրականության աշխարհ, սակայն ծանրակշիռ դեր ու ազդեցություն թողեց այնտեղ։ Մովսես Մովսիսյան, Ալվարդ Սեցյան։